Գնացինք։ Յուրաքանչյուր քաղաք ունի իր սկիզբը։ Սևանի պատմությունը սկսվում է այստեղից։ 1842 թվականին այստեղ Իսայի Երշովը կառուցեց Ելենովկա գյուղի առաջին տունը։ Երբ Իսայի Երշովը կառուցում էր իր տունը, լիճը բառացիորեն հասնում էր Երշովի տանը։ Այսօր լճի մակարդակը իջել է, իսկ քաղաքը առաջ եկել։ Այդ փոփոխության մեջ լճի նախկին տարածքում կանգնած է նաև իմ տունը։ Սևանում ամենասիրածս վայրը դիտակետն է կամ ձկան աչքը։ Հա, հաճախ այդպես են ասում տեղացիները։ Այն կառուցվել է 1978 թվականին ճարտարապետ Մակաբե Մանուելյանի կողմից։ Սա սովետական մոդեռնիզմի օրինակ է։ Արտաքինից պարզ է, բայց գաղափարով խորը։ Բայց այս վայրը ինձ համար պարզապես ճարտարապետական հուշարձան չէ։ Սա այն վայրն է, որտեղ ես իրապես ինձ հանգիստ եմ զգում եւ սիրում եմ այստեղ մենակ մնալ։ Թերակղզում է գտնվում ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Միքայել Մամզանյանի կառուցած գրողների հանգստյան տունը։ Այս կառույցը սովետական մոդեռնիզմի ամենահայտնի աշխատանքներից է, որը համեմատվում է Սիդնեյի օպերայի շենքի հետ։ Քաղաքից դուրս գալը նույնպես պատմության մի մասն է։ Գագարին ավանում կանգնած Յուրի Գագարինի սովետական մոդեռնիստական արձանը պատահական չէ այստեղ։ Այն խորհրդանշում է մի ժամանակաշրջան, երբ տիեզերք թռչող առաջին տեզերագնացները հերոսներ էին։ Աղթամար արձանը ստեղծվել է 1980 թվականին և դարձել է Սևանի կարևոր մի մասը։ Արշալույսը ստեղծվել է 1963 թվականին քանդակագործ Արա Հարությունյանի կողմից։ Բայց այս արձան ունի մի պատմություն, որը Սևանը կապել է համաշխարհային մշակույթի հետ։ 1975 թվականին բրիտանական Vogue ամսագրի խումբը այցելեց Խորհրդային Հայաստան։ Լեգենդար լուսանկարիչ Նորման Պարկինսոնը Երևան-Սևան ճանապարհին նկատեց այս քանդակը և այստեղ լուսանկարեց մոդել Ջերի Հոլին։ Լուսանկարը հայտնվեց Vogue-ում, սովետական քանդակը դարձնելով համաշխարհային նորաձևության պատմության մի մաս։ Սևանը միայն շենքերի և արձանների հավաքածու չէ։ Սա քաղաք է, որտեղ իմ անձնական հիշողությունները խառնվում են պատմությանը։ Քայլելով իմ քաղաքում, ես հասկանում եմ, որ ճարտարապետությունը կարող է պատմել ոչ միայն անցյալի, այլ նաև իմ մասին։